կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, եւ փոխադարձ այս հարցը պիտի լուծում ստանա սահմանազատման գործընթացում։ Տարածքային զիջումների հետ կապված իր հայտարարություններով Փաշինյանն ակնհայտորեն ցույց է տալիս, որ նա Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչն է, արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Նա Հայաստանի վարչապետը չէ եւ վաղուց դադարել է այդ պաշտոնում իրավազոր լինելուց։ Հայաստանի Հանրապետությունը ցավոք ինքնիշխան պետություն չէ, քանի որ Հայաստանը ներկայացնող իշխանությունը ոչ թե գործում է ազգային պետական շահերից ելնելով, այլ կատարում է օտարի, որ ավելի ահավոր է թշնամու թելադրանքը։ Մենք չունենք լեգիտիմ կառավարություն, որովհետև լեգիտիմ է այն կառավարությունը, որն օրինական ընտրությունների արդյունքով իշխանության գալուց հետո իրականացնում է այն, ինչի համար իր քվեներն ստացել է։ Սա այդ դեպքը չէ։ Դիտարկենք 2021-ի արտահերթ ընտրությունները, որում իշխող ուժը հաղթանակ է տարել։ Խոսակցություններ կան, որ տարբեր կեղծիքներ եւ ընտրախախտումներ են եղել, բայց մի պահ դա բաց թողնենք եւ ելնենք այն կանխավարկածից, որ իրենք լրիվ օրինական ընտրությունների արդյունքով 2021-ին ստացել են ազգային ժողովի գրեթե 2/3 մեծամասնությունը։ Ինչ կարգախոսներով են իրենք իշխանության եկել, ինչի պատճառով են իրենք ստացել այդ 2/3 ձայների մեծամասնությունն ազգային ժողովում եւ ինչ են արել իրենց խոստացածն իրականացնելու համար։ Մենք մեր բոլոր եղբայրներին վերադարձնելու ենք, դա ժամանակի խնդիր է։ Եթե մենք իրենց խոստացածն ու կատարածը համադրենք, կտեսնենք, որ խաբել են ժողովրդին։ Մի բան ասել են, արել են լիովին հակառակը։ Նման կառավարությունը չի կարող լեգիտիմ լինել։ Այդ ոչ լեգիտիմ կառավարությունն առաջնորդվում է ոչ թե իր 2021 թվականին ազգային ժողովի կողմից հաստատված ծրագրով, այլ գործում է օտար ուժերի թելադրանքով։ Այսինքն մենք կարող ենք իրենց օկուպացիոն կամ կոլաբորացիոնիստական ռեժիմ անվանել, որովհետև իրենք գործում են ուղղակիորեն Ադրբեջանի եւ Թուրքիայի թելադրանքով։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետևում կանգնած ուժերը նույնպես թելադրում են Հայաստանին, թե իրենք ինչ քաղաքականություն պետք է վարեն եւ երկրի ներսում, եւ արտաքին քաղաքականության մեջ։ Այնպես որ մենք չունենք լեգիտիմ կառավարություն, այն չի կարող դիտարկվել որպես Հայաստանի Հանրապետության կառավարություն, իսկ եթե այն Հայաստանի շահերը չի պաշտպանում, ուրեմն այն օտար ուժերի կառավարություն է։ Մեծ քայլերով ավտորիտարիզմ, երբ որ սոցիալական միջավայրը հասարակությունը անտարբեր է գործընթացներին, իրավական համակարգը ունի զսպման մեխանիզմներ, հակակշռման մեխանիզմներ, դա անխուսափելիորեն բերելու է նրան, որ քաղաքական համակարգը փոխելու է իր բնույթը։ Եվ այդ քիչ թե շատ արկա ժողովրդավարական էլեմենտները փոխարինվելու են ավտորիտար էլեմենտներով, ինչը մենք այսօր տեսնում ենք։ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն չէ, քանի որ այդպիսի պետությունում, բացի ընտրությունների համապատասխան ընթացակարգերով անցնելուց, կառավարությունը պետք է լեգիտիմություն ունենա։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր այդ լեգիտիմությունը չունի։ Կառավարությունը եկել է մեկ ծրագրով, իրականացնում է դրան լիովին հակառակ ծրագիր, հետևաբար լեգիտիմ կառավարություն չէ։ Հայաստանը սոցիալական պետություն չէ, քանի որ սոցիալապես անապահով խավի հետաքրքրություններն ու շահերը չեն ապահովվում։ Չկա որակական փոփոխություն անցյալի եւ ներկայի միջև։ Սոցիալական քաղաքականության տեսանկյունից եւս բևեռացումը շարունակվում է, արտագաղթն ավելի մեծ չափեր է ստանում, եւ Հայաստանի Հանրապետությունը ներկա իրավիճակում չենք կարող որակել որպես սոցիալական պետություն։ Իրավական պետության կարևորագույն բաղադրիչն անկախ դատական իշխանությունն է, ինչպես սահմանված է սահմանադրությամբ։ Սկսած սահմանադրական դատարանից վերջացրած մնացած գրեթե բոլոր դատարաններով այսօր քաղաքական պատվերներ են կատարում։ Քաղաքական բանտարկյալներ կան եւ նրանց նկատմամբ հետապնդումները հասնում են գրոտեսկի մակարդակի։ Օրինակ Արմեն Աշոտյանին կալանավորել է մի դատարան, որն իրավունք չուներ խափանման միջոցի հարց քննելու։ Դրանից հետո էլ այն շարունակեց նույն ապօրինությունները։ Եթե դավաճանություն ես արել, քո իշխանության պահպանումը ինքը պարադոքսի մեջ է ընկնում, իշխանություն ունենալը պարադոքսի մեջ է ընկնում այդ ժողովրդի ցանկությունների հետ, ու դու պետք է այդ ցանկությունները սեղմես գնալով այնքան սեղմես, եւ դա բռնապետությունն է, որ իրանք դուրս չգան ու քեզ ասենց չշպրտեն իշխանությունից։ Ամենավողբալի վիճակը իրավական պետության հարցում է։ Կարող ենք ամենավատ երազում պատկերացնել մի իրավիճակ, երբ ազգային ժողովը որոշում է ընդունում պնդելով, թե սահմանադրությունն այսուհետ այսպիսին պետք է լինի, կամ սահմանադրական դատարանի դատավորն այլևս դատավոր չէ, նա ազատված է այդ պաշտոնից։ 2020 թվականին հենց այդպես փոխեցին սահմանադրությունը, այնպիսի խայտառակ խախտումներով իրավական պետության հիմնարար սկզբունքներին այնքան տրամագծորեն դեմ գնալով, որ մեծագույն երևակայության դեպքում անգամ անհնար էր պատկերացնել գործողությունների նման հաջորդականություն։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։